Հետևորդների խնդրանքով պատրաստում ենք այսօր եւս մեկ խոզի ռուլետ։ Մենք ունենք այստեղ խոզի ֆիլե, պանիր, խառը կանաչի, ֆարշ, պաշինա, աղ եւ նախատեսված ռուլետի համար համեմունքներ։ Հիմա համեմունքները խառնում ենք իրար, լավ, շատ լավ։ Հիմա խոզի միսը ձևում ենք, ահա այսպիսի կտոր ունենք։ Ահա լավ է, մենք բացեցինք, ահա այսպես, ընդհանուր ունենք այսպես բացված կտոր։ Հիմա մենք սկզբից լցնում ենք աղը, հավասարաչափ աղ ենք անում, համեմունքը, պաշինայից ենք դնում, շերտով, պանիր, կանաչից վերցնում ենք, ահա այսպես, պաշից, այսպես, խոզի ֆարշը ինքը։ Հիմա վերջացրեցինք, ամենակարևոր պահն է, մենք փաթաթում ենք ռուլետը։ Ահա այս կողմից հավասարաչափ, այսպես պտտում ենք։ Ռուլետը դրեցինք թաղանթի վրա, հիմա պտտում ենք, ոնց որ ցույց եմ տվել։ Ահա, ռուլետը շատ սիրուն է, այսպես հավասարաչափ մսերը խառնվում են իրար։ Անկյուններից բոլոր կկպնեն արդեն։ Մեկ օր կթողնենք սառցախցիկում, հաջորդ օրը կկտրենք միասին։ Մեկ օր պահեցինք խոզի ռուլետը սառցախցիկում, հիմա կհանենք թաղանթից, ահա ռուլետը։ Սիրուն, կլոր, շատ լավ է։ Հիմա կկտրատենք։ Ահա ռուլետը, հələ տեսքը, աղացած միսը կա, պանիրը, ընդհանուր համեմունքներով։ Ռուլետները այսպիսին են, շատ սիրուն ստացել ենք։ Դուք կարող եք ջեռոցում էլ պատրաստել, կարող եք խորովածի շշով պատրաստել, նաև փոքր չոփիկներով։ Հիմա կշարենք շշի վրա մեր պատրաստած ռուլետը։ Ահա, շատ լավ ստացվել է։ Դուք էլ պատրաստեք այս բաղադրատոմսով, անպայման կստացվի ձեզ մոտ։